Սա Արշակունյաց Գարեգին Նժդե փողոցների խաչմերուկն է, երևանցիներին հայտնի կինոհայրենիքի խաչմերուկը։ Ուրեմն այս փողոցը կամ այս խաչմերուկը ծանրաբեռնված է երթևեկությամբ եւ օրվա մեծ մասում այստեղ խցանումներ են լինում, սա նորություն չի, բայց 2018-19 թվականներին Երևանի նոր իշխանությունը, ԿՊԱ-ական իշխանությունը, որ այն ժամանակ կոչվում էր իրենց քայլը, ուրեմն խոստացավ, որ այս խաչմերուկի երթևեկության հարցը լուծելու է եւ այստեղ էստակադա է կառուցելու տրանսպորտային հանգույց։ Ուրեմն գծագրեր գծեցին, մակետներ, գեղեցիկ մակետներ սարքեցին, ցույց տվեցին հանրությանը։ Հիմա դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Վերեցին այս փողոցը ավելի կոնկրետ այս կենտրոնական հատվածում խաչմերուկի նշումներ արեցին, երևի թե ժամանակավոր ու փորձնական տեստային, բայց հետո մոռացվեց այդ ամեն ինչը, նշումները ջնջվեց եւ այդ մակետի մասին մոռացան եւ դրանից անցել է արդեն 7 տարի, այսօր 2026 թվականի փետրվարն է արդեն, ինչպես տեսնում եք, ոչ մի տրանսպորտային հանգույց էլ այստեղ չկա։ Օր առաջ պետք է այստեղ տրանսպորտային հանգույց լինի, նամանավանդ այս իշխանությունները ուրեմն շուտ ամբիցիոզ ծրագրեր են խոստանում երևանցիներին, Իսակով Արշակունյաց ճանապարհ, որի միջոցով Արշակունյաց ճանապարհը Արշակունյաց փողոցան էլ ավելի է ծանրաբեռնվելու եւ այստեղ խցանումները էլ ավելի է շատանալու։ Այս ծրագիրը մոռացվեց, այս ծրագիրը անտեսվեց երևի թե, չգիտեմ դա ինչի հետ է կապված, միգուցե կապված է նրա հետ, որ այս տարածքում, այս շենքի հետմամասում կամ թաղամասում բնակվել է Նիկոլ Փաշինյանը ու հիմա չի բնակվում, միգուցե դրա հետ է կապված, չեմ իմանում, բայց առաջարկ ունեմ։ Տիգրան Ավինյան, տեսեք այս տեսանյութը։ Այս խաչմերուկին շատ նման խաչմերուկ է հիմա, ուղղակի իմ տեղը հարմար չի նկարելու համար, շատ նման խաչմերուկ է հիմա ձեր էկրաններին։ Տեսեք թե ինչ գեղեցիկ, ինչ հարմար տրանսպորտային հանգույց է կառուցվում եւ ինչ կարճ ժամկետներում կարելի է այսպիսի էստակադա կառուցել այս տարածքում եւ որի արդյունքում այս խաչմերուկի բեռնաթափման հարցը կլուծվի։